Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն դեկտեմբերի 18 Ձեր սրտերը պատռեցեք, ոչ թե ձեր հանդերձները Հովել 2:13 Հագուստները պատռելը և կրոնական հույզերի մյուս արտաքին դրսևորումներն առանձնահատուկ ջանքեր չեն պահանջում ու շատ դեպքերում իրենց վրա կրում են երեսպաշտության կնիքը Իրական ապաշխարության դժվար է հասնել և այդ պատճառով այն ավելի հազվադեպ է պատահում Մարդիկ գերադասում են քրիստոնեության տեսանելի կողմը, որը բավարարում է մարմնին Քանի որ իրական քրիստոնեությունը չափազանց հեզ, չափազանց խստապահանջ, չափազանց անձնազոհ և մարմնավոր մարդու համար Որը ձգտում է ցուցադրականին, պերճությանը Գունագեղ տեսարանները միայն ժամանակավոր հաճույքներ են պատճառում Դրանք հաճելի են լսողությանն ու տեսողությանը, բավականություն են պատճառում ինքնագոհ մարդկանց, բավարարում են իրենց արդարության հարցում վստահ եղող մարդկանց Սակայն դրանք լիովին խաբուսիկ են, քանի որ մահվան պահին ու դատաստանի օրը հոգուն հարկավոր կլինի ինչ-որ ավելի էական բան, քան ծեսերն ու ծիսակարգերը Գործում բարեպաշտության բացակայության պարագայում ողջ կրոնը սկզբից մինչև վերջ բացարձակապես անօգուտ է Անկեղծությունից զրկված երկրպագության ցանկացած ձև իրենից ներկայացնում է երեսպաշտություն և անամոթ ծաղրանք երկնքի մեծության հանդեպ Սրտի ջախջախումը ի տարբերություն հանդերձներ պատռելու կատարում է ոչ թե մարդը, այլ Աստված և դա իրոք խորապես զգացվում է Դա անձամբ ապրելու թաքուն վիշտն է, որն արտահայտվում է ոչ թե սովորական ձևով, այլ որպես հիմնավոր հոգին փրկող գործ, որ կատարվում է ամեն քրիստոնյայի սրտի խորքում Այն դժվար է նկարագրել, բայց այն սուր և ուժգին զգացվում է կենդանի Աստծո յուրաքանչյուր ապրող զավակի մեջ Այն օժտված է խոնարհեցնող ու մաքուր ուժով է պատրաստում այն օրհնյալ մխիթարություններին, որ անհասանելի են հպարտ եսասեր հոգու համար Այն չափազանց ընտրողական է, լինելով բացառապես Աստծո ընտրյալների սեփականությունը Համարում կարգադրվում է պատռել մեր սրտերը, սակայն ի բնե դրանք ամուր են ինչպես գրանիտը Այդ դեպքում ինչպե՞ս անել դա Անհրաժեշտ է սրտի հետ բարձրանալ Գողգոթա Մահացող փրկչի ձայնը մի անգամ ջախջախել է քարերը Այդ ձայնը զորավոր է նաև այսօր Ո օրհնյալ Հոգի, թույլ տուր մեզ լսել Հիսուսի մահառաջի լացը և մեր սրտերը կջախջախվեն նրա առջև